Ձեռնարկ տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների համար։ Հարգելի ընտրող, 2026 թվականի հունիսի 7-ին անցկացվելու է Ազգային ժողովի հերթական ընտրություն։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Տեղամասային կենտրոնները բաց կլինեն ձեզ համար առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 20:00-ն։ Քվեարկությանը պետք է մասնակցեք անձամբ, քանի որ լիազորված քվեարկությունն արգելված է։ Ձեր ընտրական տեղամասը գտնելու համար կարող եք ձեր տվյալները որոնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում կայք elections.am Register հեռախոս 010 54 53 59 Որն է ձեր առաջին քայլը։ Քվեարկության սենյակ մտնելիս պետք է մոտենաք տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետին։ Քվեարկության սենյակ մտնելիս պետք է մոտենաք տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետին։ Դուք պետք է նրան ներկայացնեք ձեր անձը հաստատող փաստաթուղթը։ Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը տրված լիազոր մարմնի կողմից։ Եթե ձեր անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը ավարտվել է, հիմք չէ ձեզ քվեարկության չթողնելու համար։ Բացառությամբ այն դեպքի, երբ պարզվում է, որ ունեք վավերականության ժամկետը չլրացած այլ անձը հաստատող փաստաթուղթ։ Մասնագետը կստուգի ձեր ինքնությունը։ Ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով եւ փաստաթուղթը կներմուծի տեխնիկական սարքավորման մեջ, որից հետո ձեզ կհայտնի արդյունքի մասին։ Եթե դուք գրանցված եք այդ տեղամասում եւ ունեք քվեարկելու իրավունք, մասնագետը ձեզ կխնդրի տեխնիկական սարքավորման համապատասխան հատվածում ներմուծել ձեր մատնահետքը։ Տեխնիկական սարքավորման դեպի ընտրողն ուղղված կողմում կա փոքր ներս ընկած հատված, որտեղ էլ գտնվում է մատնահետքի սենսորը։ Եթե ձեր ձեռքը դնեք տեխնիկական սարքավորման մակերեսին եւ շարժեք դեպի աջ, կզգաք այդ ներս ընկած հատվածը։ Մասնագետը կօգնի ձեզ, եթե կարիք լինի։ Մատը պահեք անշարժ մի քանի վայրկյան, մինչև մասնագետի համապատասխան ցուցումը։ Մատնահետքը ներմուծելուց հետո տեխնիկական սարքավորումը կտպի քվեարկության կտրոնը, որը մասնագետը կտրամադրի ձեզ։ Ուշադրություն. կտրոնը պահեք ձեզ մոտ մինչև վերջ։ Եթե ունեք ֆիզիկական խնդիրներ, որոնց պատճառով չեք կարող ներմուծել ձեր մատնահետքը, մասնագետը կկատարի համապատասխան նշում եւ ձեզ կտրամադրի կտրոն։ Եթե փաստաթուղթը տեխնիկական սարքավորումը չընթերցի, մասնագետը փաստաթղթի համարը կներմուծի ստեղնաշարի միջոցով, որի դեպքում դուք կլսեք ստեղնաշարի ձայնը։ Իսկ եթե լսեք բարձր ձայնային ազդանշան, ուրեմն փորձ է կատարվել ձեր փաստաթուղթը երկրորդ անգամ ներմուծել տեխնիկական սարքավորման մեջ։ Այս դեպքում մասնագետը պարտավոր է տեղեկացնել հանձնաժողովի նախագահին, որն էլ կհրավիրի ոստիկանության ծառայողին հանգամանքները պարզելու համար։ Ինչպես ստորագրել ընտրողների ցուցակում եւ ստանալ քվեաթերթիկները։ Տեխնիկական սարքավորումից տպված կտրոնը ստանալուց հետո դուք պետք է մոտենաք հանձնաժողովի այն անդամին, որը պատասխանատու է ընտրողների ցուցակի համար։ Փոխանցեք նրան սարքավորումից ստացված ձեր կտրոնը։ Հանձնաժողովի անդամը կվերցնի կտրոնը, ընտրողների ցուցակում կգտնի ձեր անունը, ազգանունը։ Դուք կստորագրեք ձեր տվյալների դիմաց, որից հետո հանձնաժողովի անդամը իր անհատական կնիքը կդնի ձեր ստորագրության դիմաց եւ կտրոնի վրա։ Եթե ունեք անձնական ֆաքսիմիլային ստորագրություն, ապա կարող եք ստորագրել դրա միջոցով։ Եթե չեք կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունեք դիմելու այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների։ Օգնող անձը ստորագրում է ձեր փոխարեն։ Գրանցվելուց հետո դուք պետք է մոտենաք քվեաթերթիկներ հատկացնող հանձնաժողովի անդամին, ներկայացնեք քվեարկության կտրոնը։ Հանձնաժողովի անդամը կտրամադրի ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների մեկական քվեաթերթիկները եւ քվեարկության 1 ծրար։ Քվեաթերթիկները վերցնելուց հետո դուք անցնում եք քվեարկության խցիկ։ Ուշադրություն.
Դուք չեք կարող հրաժարվել բոլոր քվյաթեշտիկները ստանալուց։ Ինչպես քվյարկել քվյախցիկում։ Ուշադրություն։ Հիշեք, որ քվյարկությունը գաղտնի է, բաց քվյարկությունը արգելված է։ Քվյախցիկում գտնվելիս դուք կատարում եք ձեր ընտրությունը։ Քվյաթեշտիկներից ընտրում եք ձեր նախընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվյաթեշտիկը եւ առանց ծալլելու դնում եք քվյարկության ծրարի մեջ։ Չօգտագործված քվյաթեշտիկները գցում եք քվյարկության խցիկում տեղադրված առանձին արկղի մեջ։ Այդ հատվածը հեշտությամբ կարող եք գտնել շոշափելով քվյախցիկի ներսի հատվածը։ Քվյախցիկում գրիչ տեղադրված չէ։ Քվյաթեշտիկի վրա որևէ նշում պետք չէ կատարել։ Եթե կարծում եք, որ քվյաթեշտիկը վնասել եք, ապա կարող եք դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվյաթեշտիկներ ստանալու խնդրանքով։ Ուշադրություն։ Բոլոր ընտրական տեղամասերում կան բրայլյան տպագրությամբ ստվարաթղթե կաղապարներ։ Դուք կարող եք քվյարկել ինքնուրույն այդ կաղապարների օգնությամբ։ Քվյաթեշտիկ տրամադրող հանձնաժողովի անդամից պահանջեք, որ քվյաթեշտիկները ձեզ տրամադրի կաղապարի մեջ տեղադրված։ Ինչ տեսք ունի բրայլյան կաղապարը եւ ինչպես քվյարկել դրա օգնությամբ։ Բրայլյան կաղապարը կոշտ եւ ամուր ստվարաթղթից պատրաստված թղթապանակ է։ Այն ուղղանկյուն է, էջերն իրար են ամրացված ձախ կողմից զսպանակով։ Կաղապարի աջ կողմում կան իրար տակ դասավորված փոքր դուրս եկած հատվածներ, ելուններ։ Յուրաքանչյուր դուրս եկած հատվածի վրա շոշափելի է բրայլյան թիվը, որը ցույց է տալիս համապատասխան կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հեշտական համարները։ Բրայլյան թվից առաջ սովորական թվի շոշափելի տարբերակն է, ինչը կարող է օգտակար լինել այն ընտրողների համար, որոնք չեն օգտվում բրայլյան համակարգից։ Համապատասխան համարի էջը հնարավոր է գտնել նաև պարզապես հաշվելով կաղապարի դուրս եկած հատվածները։ Դուք շոշափելով գտնում եք ձեր նախընտրած համարը, ապա բացում համապատասխան հատվածը։ Այդ էջի տակ դրված է տվյալ համարի քվյաթեշտիկը։ Քվյախցիկում վերցնում եք ընտրած քվյաթեշտիկը եւ դնում ծրարի մեջ առանց ծալլելու։ Մնացած քվյաթեշտիկները հանեք կաղապարից եւ գցեք չօգտագործված քվյաթեշտիկների համար նախատեսված արկղի մեջ։ Օգտագործելուց հետո բրայլյան կաղապարը վերադարձրեք, քանի որ այն նախատեսված է բազմակի օգտագործման համար։ Ինչպես քվյարկել այլ անձի օգնությամբ։ Եթե տեսողության խնդիրների պատճառով դուք դժվարանում եք ինքնուրույն քվյարկել, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունեք քվյարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չի կարող լինել ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ, այցելու։ Օգնողը նախքան ձեզ քվյախցիկում օգնելը պետք է պարտադիր գրանցվի։ Քվյախցիկում գտնվելիս օգնող անձը պետք է օգնի ձեզ ընտրելու համապատասխան քվյաթեշտիկը։ Ուշադրություն։ Կտրոնը չմոռանաք քվյարկության խցիկում։ Ինչ պետք է անել քվյատուփի մոտ։ Քվյախցիկից դուրս գալուց հետո պետք է մոտենաք քվյատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամին։ Ձեր ձեռքում պետք է լինի քվյարկության կտրոնը, քվյարկության փակ ծրարը։ Ծրարի անկյուններից մեկը կտրվածք ունի, սակայն այդ կտրվածքից հնարավոր չէ հասկանալ ում օգտին եք քվյարկել։ Կտրոնը տալիս եք հանձնաժողովի անդամին։ Հանձնաժողովի անդամը առանց ձեր ձեռքից քվյարկության ծրարը վերցնելու քվյարկության ծրարի կտրվածքի միջով քվյաթեշտիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը։ Դրոշմանիշը փակցնելուց հետո հանձնաժողովի անդամը բացում է քվյատուփի ճեղքը։ Եթե դժվարանում եք գտնել քվյատուփի ճեղքը, ապա հանձնաժողովի անդամը կամ ձեզ օգնող անձը կարող են ուղղորդել ձեր ձեռքը դեպի ճիշտ տեղը, որպեսզի դուք ինքնուրույն ծրարը գցեք քվյատուփի մեջ։ Եթե քվյարկության կտրոնը չներկայացնեք, ապա ձեր քվյարկության ծրարը հանձնաժողովի նախագահը կվերցնի եւ անհապաղ կմարի առանց ծրարի պարունակությունը ստուգելու։ Քվյարկելուց հետո դուք պետք է հեռանաք տեղամասային կենտրոնից։ Ուշադրություն։ Դուք իրավունք չունեք տեղամասային կենտրոնում որևէ մեկին հայտնելու, թե ում օգտին եք քվյարկել։ Ում դիմել հարցերի կամ խնդիրների դեպքում։ Եթե քվյարկության ընթացքում առաջացել են տեխնիկական խնդիրներ կամ խախտվել են ձեր իրավունքները,
Կարող եք կապ հաստատել հետևյալ կառույցների հետ. Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քվեարկության կարգի, բրայլյան կաղապարի բացակայության, տեղամասային կենտրոնում ցանկացած իրավիճակի հետ կապված հարցերով, ինչպես նաև այն դեպքում, երբ չգիտեք ուր դիմել։ Թեժգիծ 010 54 53 59 010 56 31 05 010 56 31 06 Կարող եք դիմել նաև միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն։ Եթե ձեր անձը հաստատող փաստաթուղթը, անձնագիր կամ նույնականացման քարտ վնասված է, ժամկետ անց է, կորել է կամ ձեր տվյալները չկան կամ սխալ են ընտրողների ցուցակում։ Թեժգիծ 84 22 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։ Եթե համարում եք, որ ընտրական տեղամասում խախտվում է ձեր ընտրելու իրավունքը կամ ձեր նկատմամբ ցուցաբերվել է անհավասար վերաբերմունք, թեժգիծ 096 11 61 00 Ոստիկանություն ընտրական իրավախախտումների կաշառքի կամ ձեր կամքի ազատ արտահայտման նկատմամբ ճնշումների դեպքում, թեժգիծ 112 Ձեռնարկի աուդիո տարբերակը ձայնագրվել է iWatt ներառական ձայներ հանուն արդար եւ թափանցիկ ընտրությունների ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Նոր ժողովրդավարություն հիմնադրամի կողմից։